2026 թվականի պետական բյուջեով նախատեսվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեությունն իրականացնել կոռուպցիայի կանխարգելման համակարգի զարգացման ապահովում ծրագրի շրջանակներում։ Ծրագրի իրականացումը ապահովվելու է երկու ծրագրերի միջոցով, առաջինը կոռուպցիայի կանխարգելում եւ բարեվարկության համակարգի զարգացում եւ երկրորդը կրթական բնույթի։ Հանձնաժողովի 2026 թվականի համար նախագծով սահմանված ծախսերը 25 թվականի համեմատությամբ գրեթե չեն փոփոխվել, կազմելով 405 միլիոն 693 հազար դրամ։ Ընդ որում ես առավոտյան լսել եմ ֆինանսների նախարարը նշեց, որ 15 միլիոնով բյուջեն կրճատվել է, 15 հազարի մասին է խոսքը, 15 միլիոն չէր, իհարկե էլի շատ փոքր է մեր բյուջեն, բայց ամեն դեպքում 15 միլիոնով չի կրճատվել։ 15 հազար դրամով է ընդամենը կրճատվել անցած տարվա այդ համեմատությամբ, այո։ Ծախսերի գերակշիռ մասը, մասնավորապես 402 միլիոն 753 հազար 900 դրամը նախատեսված է կոռուպցիայի կանխարգելում եւ բարեվարկության համակարգի զարգացում միջոցառման գծով, ընդ որում 91% շուրջ ուղղված է աշխատանքի վարձատրությանը։ Կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական եւ հանրային իրազեկման բարձրացման ուղղված ծրագրերի մշակման եւ իրականացման աշխատանքների մասով 2 միլիոն 955 հազար դրամ։ Այստեղ նախորդ տարվա համեմատությամբ որևէ փոփոխություն չի կատարվել։ Անդրադառնալով արդյունքային ցուցանիշներին, նախ կցանկանայի տեխնիկական առումով նկատառում կատարել, հուսով եմ վերջին անգամ եմ ես այս նկատառումը կատարում, բյուջետային հայտի կառուցվածքը պարունակում է 2024-25 թվականների համեմատական վերլուծություն, 24-ի հետ համեմատությամբ մենք 70 արդյունքային ցուցանիշները կրճատել ենք, դարձրել ենք ընդամենը 21, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ պիտի այդ 70 ցուցանիշները լինեին, որպեսզի համեմատություն լիներ 24-ի հետ, ձեզ պիտի խնդրեմ ընդամենը նայել այն տողերը, որտեղ որ 26-ի դիմաց է թվային ցուցիչը գրած, այսինքն այն բոլոր դեպքերում, երբ որ կան տողեր ներկայացած, բայց դիմացը 26-27 թվականների համար դատարկ է, այդ ցուցանիշները փոխվել են, հետագայում դրանք չեն լինելու։ Նախ առանձնացնեմ կոռուպցիայի կանխարգելման եւ բարեվարկության համակարգի զարգացման միջոցառման առավել թիրախային արդյունքային ցուցանիշները, մասնավորապես բարեվարկության համակարգի ամրապնդման եւ շարունակական զարգացման նպատակով նախատեսվում է հաջորդ տարի եւս ըստ հանձնաժողովի սահմանած առաջնահերթությունների իրականացնել կոնկրետ խումբանային պաշտոն զբաղեցնող անձանց անհամատեղելիության պահանջների պահպանման մշտադիտարկում եւ դրա հիման վրա հրապարակել զեկույց։ Որպես օրինակ նախորդ տարի մշտադիտարկումը կատարել ենք Տիմերում, այս տարի արդեն գործադիրում։ Գործադիրի հետ կապված դեռևս ընթացիկ է, զեկույցը առաջիկայում կհրապարակվի։ Հանրային ծառայությունը վարքագծի կանոնների միասնականացումը եւս հաջորդ տարի լինելու է հանձնաժողովի թիրախում։ Կոռուպցիոն ռիսկերի վերհանման կարևորությունը հաշվի առնելով, որպես արդյունքային ցուցանիշ նախատեսված է նաեւ կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեկ ամփոփիչ զեկույցի հրապարակումը, ինչպես նաեւ վերապատրաստումների իրականացումը։ Այս առումով պետք է նշեմ, որ կառավարությունը այս ամիս հավանության է արժանացրել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում լրացումներ կատարելու փաթեթը, որով առաջարկվում է հանձնաժողովին վերապահել իրավասու մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը, պետական եւ պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատումը, դրա մեթոդաբանության հաստատումը եւ վերաբերելի խորհրդատվության տրամադրումը, ինչպես նաեւ առաջարկների ներկայացումը։ Հաջորդ եւ երևի թե ընտրական տարի հանդիսանալով կոռուպցիոն ռիսկերի գնահատումը որպես այդպիսին բյուջե չի ենթադրում այս պահին, դա որպես արդյունքային ցուցանիշ ենք ցուցահանել։ Հաջորդ եւ երևի թե ընտրական տարի հանդիսանալու հանգամանքով պայմանավորված ամենաառանցքային գործառույթներից մեկը հանդիսանալու է կուսակցությունների ֆինանսավորման գործունեության նկատմամբ վերահսկողությունը։ Մասնավորապես պայմանավորված նաեւ օրենսդրական վերջին փոփոխություններով հանձնաժողովը նախատեսում է առավել մեծ թվով կուսակցությունների ներառել ստուգման ենթակա կուսակցությունների ցանկում, ըստ այդմ, բացի պետական ֆինանսավորում ստացող կուսակցություններից առերևույթ անհամապատասխանությունների առկայության դեպքում մյուս կուսակցությունների հաշվետվությունները եւս կստուգվեն։ Հաջորդ ցուցիչը վերաբերում է հանձնաժողովի մանդատի թվայնացմանը։ Մասնավորապես դեռևս 25 թվականին մենք նախատեսել էինք, որ հանձնաժողովի թվայնացված գործիքների քանակը պետք է լինի 4,
26-ին արդեն 5 ենք նախատեսում, այս առումով հայտարարման գործող համակարգից բացի 25 թվականին մենք արդեն ունենք ուղղման գործիքը ամբողջությամբ թվայնացված է, էլեկտրոնային կրթական հարթակը թվայնացված է եւ արդեն իսկ մենք դրանով բավականին շատ գրառումներ ունենք, հաստատումներ ունենք եւ անձինք անցնում են վերապատրաստում հանրային ծառայողները ու ստանում են նաեւ համապատասխան վկայականներ։ Հաջորդ գործիքը վերաբերում էր կուսակցությունների, հաշվետվությունների եւ ղեկավար կազմի հայտարարագրերի ներկայացման գործընթացի թվայնացմանը, դա եւս այս տարի կարողացել ենք ապահովել։ Հաջորդիվ մենք զուգահեռաբար իհարկե աշխատում էինք սահմանված կուսակցությունների հաշվետվություն եւ հայտարարագրեր։ Մենք զուգահեռաբար աշխատում էինք նաեւ թիրախից ավելի գործիքների թվայնացման ուղղությամբ եւ ԱՄՆ-ՄԶԳ ֆինանսավորման կասեցման հետևանքով նվերների ռեեստրի կառուցման աշխատանքները մեկնարկել էին, բայց կասեցվեցին, սակայն պիտի ասեմ, որ սույն թվականի սեպտեմբերի 20-ին տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդում քննարկվել եւ հաստատվել է հանձնաժողովի գործառույթների թվայնացման համար բյուջեից գումար հատկացնելու հարցը, այստեղ լրացուցիչ ծախս չի լինելու, ԲՏԱ նախարարությանը հատկացված ֆոնդերի վերաբաշխումը իրականացվելու եւ դրա հիման վրա մենք կկարողանանք հաջորդ տարի արդեն նվերների գործառույթ ունենանք ամբողջությամբ թվայնացված, հիմա Excel ֆորմատով է, բայց կլինի հրապարակային ռեեստր եւ բարեվարկության ուսումնասիրության գործիքը եւս կլինի թվային, հաջորդիվ իհարկե մի քիչ ավելի հավակնոտ ծրագիր է, պիտի փորձենք գոնե սկսենք ռիսկերի ավտոմատ մի վարքյան անուն նշեմ Ռիսկերի ավտոմատացման գործիքը պիտի թվայնացնենք, դրա հիման վրա արդեն կկարողանանք այդ կարմիր դրոշակները վերհանենք ու արդեն վերլուծությունը շատ ավելի թիրախավորված կլինի։ Դա մյուս տարի նոր կկարողանանք սկսել, որովհետև շատ ավելի բարդ process է ենթադրում, քան մյուսները։ Բյուջետային հայտը երկրորդ միջոցառման շրջանակներում նախատեսում է նաև կրթական եւ հանրային իրազեկվածության բարձրացման ուղղված ծրագրերի մշակման եւ միջոցառումների իրականացման թիրախներ, որոնք հիմնականում վերաբերում են տարբեր խումբանձանց շրջաններում իրազեկման աշխատանքների իրականացմանը։ Այսքանը ներկայացման մասով, եթե հարցեր ունեք, խնդրեմ։